Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք մեր հաղորդաշարը և ես այսօր ձեզ պետք է ներկայացնեմ շատ հետաքրքիր իմ զրուցակցին, ով վերջի շրջանում մանավանդ հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում և դրանով պարտավոր է գործող իշխանություններին. Ես ողջունում եմ Փակ TV-ի ստուդիայում Հովիկ Աղազարյանին, ազգային ժողովի պատգամավոր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամեր և քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր վարչության անդամներից, ով կանգնած է այդ կուսակցության ակունքներում։ Նախորդ մեր քննարկման ժամանակ մեկ շաբաթ առաջ ես ասացի, որ մեզ չի կարող չհետաքրքրել այն իրավիճակը, որը ստեղծվել է իշխող կուսակցության ներսում, ինչպես նաև այն իրավիճակը, որը ստեղծվել է իշխող կուսակցություն հասարակություն փոխհարաբերություններում, որովհետև հենց իշխող կուսակցությունից է կախված երկրի ներկան և ապագան։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ ապագան այսօր մշուշոտ է, իսկ ներկան լի է անախորժություններով։ Եվ մենք այսօր Հովիկ Աղազարյանի հետ քննարկելու ենք, զրուցելու ենք այն բազմաթիվ խնդիրների մասին, որոնք ծառացած են մեր ժողովրդի առջև, այն խոսակցությունները, որոնք կան, այդ խոշոր եղջերավորներ, մանր եղջերավորներ, գիտեք, համատարած անասնագողությունների, քաղաքական անասնագողությունների պայմաններում խոսել ինչ-որ ճղճիմ հարցերի մասին և վերագրել այդ պարզվում է, որ մեր իրականության մեջ այսօր իշխող ուժի տեսակետից և երկրի գլխավոր դատախազի տեսակետից գլխավոր կոռուպցիոները Հովիկ Աղազարյանն է։ Ես այդպես են փորձում ներկայացնել։ Այնինչ մենք գիտենք այդ կոռուպցիոներները ովքեր են, շատ լավ գիտենք, և չենք և խոսի դրա մասին, որովհետև այդ մարդիկ կոռուպցիայի դեմ պայքարը վերածեցին, ես նկատի ունեմ իշխանություններին, վերածեցին այն ճղճիմ Պանիկովսկիների որոնումներին, հասկանում եք, և փորձում են լուրջ խնդիրները փոխակերպել, ինչպես Պանիկովսկին ժամանակին, հավագողությունների, ինչ-որ ծղճիմ հարցերի քննարկման, ընդ որում, շատ կասկածելի և այդպես հիմարացնել կարևորագույն խնդիրը մի իրավիճակում և հայտնի է, և ես բազմաթիվ անգամներ դրա մասին ասել եմ, այսօր նույնպես կրկնում եմ, որ մեր պարտության պատճառը 44-օրյա պատերազմի ընթացքում մեր նաև դիվանագիտական պարտությունների շարքի, անվերջանալի շարքի պատճառը դա հենց կոռուպցիան է, դա հենց այն է, որ իսկական կոռուպցիոներները չեն պատժվում և փորձ է արվում քաղաքական հաշվեհարդարների տեսքով ներկայացնել ինչ-որ ճղճիմ հարցեր և դա ուղղել այն մարդկանց դեմ, ովքեր մենք տեսանք խիզախություն ունեցան հակադրվելու և խոսքը Հովիկ Աղազարյանի մասին է, ես ինքս ուշադիր հետևել եմ այդ քննարկմանը, այդ լսումներին, երբ Հովիկ Աղազարյանը կարգի հրավիրեց Քարամյանին, ով իսկապես ասում էր և խոսում էր այն բաների մասին, որոնք պարզապես և ինչ տոնով էր խոսում, չեն համապատասխանում այն ակնկալիքներին, որոնք ունի ժողովուրդը, որպեսզի ի վերջո նետը ուղղվի իսկական խոշոր կոռուպցիոներների դեմ, առաջի հերթին Սերժ Սարգսյանի դեմ, ով ինչպես մենք տեսանք, իր ժողովրդից թալանած միջոցներով կանխորոշեց ընտրությունների արդյունքները Գյումրիում։
մի իրավիճակում, երբ ուրեմն Վարդանիկ ուրեմն Ղուկասյանը ասում էր, որ ես սեփականաշնորհել եմ, պատկերացնում եք Կոմկուսի անունից հանդես էր գալի։ Տեսեք ինչ աբսուրդային իրավիճակ է։ Մի մարդ, որը թալանչիական սեփականաշնորհման Գյումրիում ակունքներում է կանգնած, ներկայանում էր նախ Կոմկուսի անունից մի կուսակցություն, որը չէր կարող դեմ չլիներ, եթե հաշվի առնել իր գաղափարախոսությունը այդ թալանչիական սեփականաշնորհմանը, եւ ասում էր, որ այդ սեփականաշնորհման ակունքներում է կանգնած եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ որ սեփականություն են ստացել պետությունից, պարտական են հենց իրեն եւ դրա համար պետք է գնան եւ իր օգտին քվեարկեն։ Այսինքն թալանչիական սեփականաշնորհումը դարձել է գլխավոր արգումենտ ընտրությունների ընթացքում։ Ես ողջունում եմ Հովիկ Աղազարյանին մեր ստուդիայում եւ նաեւ ներողություն եմ խնդրում, որ մեր հանդիպումը պետք է կայանար մարտի 14-ին, մինչեւ այդ տխրահարճակ քննարկումները ձեր հարցի խորհրդարանում ազգային ժողովում եւ ես նկատի ունեի, որ մենք պրևենտիվ եղանակով կանրադառնանք բոլոր խնդիրներին, մինչև այդ քննարկումները, նաև ինչ-որ միտեղ փորձելով այդ քննարկումներին լրջություն հաղորդել, որովհետև եթե խոսում ես անասնագողությունների մասին, պետք է խոսես այն մասին, որ պերմանենտ անասնագողություններ են կատարվում քաղաքական դաշտում եւ դա է կոռուպցիան։ Իսկ ինչ վերաբերվում է այն, որ ինչ որ մեկը Պանիկովսկու նման ինչ որ հավա, այսպես ասած, փախցրել որբիզ այդ հավը խորովի եւ օգտվի դրանից, դա ամենևին էլ կոռուպցիա չի եւ ընդհանրապես դրա մասին գլխավոր դատախազի մակարդակով գալ մտնել խորհրդարան եւ խոսել, դա նշանակում է խորհրդարանը ես որպես փորձառու ազգային ժողովի պատգամավոր, որ եղել եմ, ես ուղղակի ապշած եմ, թե ինչպես կարելի էր այդպիսի ճղճիմ հարցերով մտնել գլխավոր դատախազին ազգային ժողով, բայց ես ասեմ, որ մեր ծրագրված քննարկումը տեղի չունեցավ, որովհետև երբ որ իմացել էին բաց TV-ն այն ժամանակ գործում էր, որ ձեր մասնակցությամբ պետք է մենք քննարկում անցկացնենք, եկան կամերաները գողացան եւ բաց TV-ն փակվեց։ Բաց TV-ն փակվեց եւ առ այսօր չի հերարցակվում, փակվել է, վերջացել է։ Տիգրան Արձականյանն էլ այդ բաց TV սեփականատեր անհայտացավ, կարող է առևանգել են այդ մարդուն, բայց հայտնի չի թե որտեղ է։ Ոչ աշխատավարձներն է վճարել, ոչ ուրեմն ոչ վարձակալությունն է վճարել 3 ամսվա պետության հարգերը ներառյալ չի վճարել, չէ, վարձակալության համար հարկը չի վճարել պետությանը եւ անհայտացել է։ Դրանից հետո տեղի ունեցավ այդ անհայտացումը, որտեղ մինչև այդ ասվում էր, որ պետք է հայտնվի եւ տեր կանգնի այդ բաց TV-ին։ Հիմա բաց TV-ն փակվեց, ով որ մի բաց TV-ին, բայց կա Փակ TV եւ մենք Փակ TV-ում շարունակում ենք ես Փակ TV-ում շարունակում եմ իմ հեղինակային ծրագիրը։ Եվ այդ ծրագրի շրջանակներում այսօր Պարոն Աղազարյան, դուք կարող եք արտահայտվել եւ ես խնդրում եմ կենտրոնանալ հետեւյալ հարցի վրա։ Առաջի հարց, համար առաջի, դուք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիրներից եք, դուք կուսակցության վարչության ղեկավար մարմնի անդամ եք եղել 16 թվականից, եթե չեմ սխալվում, 16 թվականից, դուք եղել եք այն խմբի մեջ, որը Գյումրիից եկել է Երևան, եւ որ դուք Գյումրիից գալիս եք Երևան ճանապարհին դուք չեք ենթադրում որ կարողա ձեր փոխհարաբերությունները այս կուսակցության հետ այսպիսի տխուր ավարտ ունենան։ Շնորհակալ եմ հրավերելու համար, պարոն Հովհաննիսյան, դուք սկզբից ձեր խոսքում ասացիք, որ ես եղել եմ հիմնադիր վարչության անդամ, հետո իհարկե ճշգրտում մտցրեցիք, այո, ես վարչության անդամ եմ ընտրվել 16 թվականին, երբ որ 15 թվականին ձևավորվեց վարչությունը եւ ես կուսակցության հիմնադիր անդամներից մեկն էի, ես նոր էի վերադարձել, համեմատաբար նոր էի վերադարձել Լենինգրադից, Սանկտ Պետերբուրգից եւ ես ինձ թույլ չտվեցի իմ երիտասարդ գործընկերների մոտ, ասենք առաջադրվել վարչության անդամ,
չէի ճանաչում բոլորին եւ այլ, ասի կամաց եւ երբ որ 16 թվականին Գյումրի ավականությունների ժամանակ մասնակցեցինք եւ անհաջողություն ունեցանք ես վերադարձի էի շտաբ Նիկոլ Փաշինյանը նստած էր շտաբում մտահոգ եւ ինձ հարցրեց պարոն Աղազարյան ինչ պիտի անենք ասի ռեստարտ պիտի անենք պարոն Փաշինյան ռեստարտ եղավ վարչությունը հրաժարական տվեց նոր վարչությունը տվեց ես տվեցի վարչության անդամ եւ այդ նոր վարչությունն էլ հենց իրականացնեց հեղափոխությունը եւ երբ որ դուք ասում եք որ քայլում եք չէիք մտածում որ գա մի ժամանակ որ ասես հարաբերությունները ասես այս մակարդակի կլինի դե միշտ էլ մտածում ես որովհետեւ ոչինչ հավերժ չի եւ ոչ էլ ինչ-որ մեկին պարտական է Жизнь невозможно повернуть назад и времени на миг не остановишь Իսկապես վաղվա օրը ոչ ոք չգիտի բայց եթե հնարավոր է լինի որ կյանքը հետ տալ ես ապրել եմ նույն կյանքը ես չեմ գտնում որ որևէ տեղ մեկ-երկու դրվագներ իմ ամբողջ կյանքում կարող եմ պատահի մի քիչ սրբագրեի վերանայի բայց ես չեմ գտնում որ ես սխալ եմ արել եւ ես չեմ գտնում որ սխալ եմ արել որ Նիկոլ Փաշինյանի եւ մեր մյուս ընկերների հետ, երիտասարդ ընկերների հետ ճանապարհ եմ անցել, ես իրանցից շատ բան եմ սովորել, ինչքան որ կարողացել եմ ես իրանց տվել եմ իմ փորձով եւ այլ։ Բայց չէ որ Աստվածաշնչում ասված է որ իրենց գործերի պտուղներով կճանաչեք իրենց։ Պտուղները այդ քայլարշավի ես ոչ Աստվածաշունչն եմ ընդունում։ Ես ոչ կրոնն եմ ընդունում։ Ես հարգում եմ բոլոր մարդկանց կրոնական զգացմունքները, բայց բոլորն էլ շահարկում են։ Նիկոլ Փաշինյանը սաղմոսներ է կարդում, Վարդան Ղուկասյանը ծնկաչոք աղոթում է եկեղեցում, թվում է թե Նիկոլ Փաշինյանը եւ Վարդան Ղուկասյանը պետք է լինեն ներկայացի ունեք քաղաքապետին։ Դե պարոն Հովհաննիսյան, եթե հիմա դու մենակ դուք խոսակ, ես ուզել եմ այդ։ Խնդրեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը սաղմոսներ է կարդում, Վարդան Ղուկասյանը այո Գյումրու քաղաքապետի տեխնացուն Ծնկաչոք աղոթում է եկեղեցում, Էմյուսը այդ մարդ սպանելով ասում է Աստծո սիրուն սպանեք դրան եւ այդ դրանք պիտի եղբայրներն են ըստ էության ամենը որ առանձին հարցումով զբաղվում դա ինքը սատանա է ես եմ իրական հավատացյալը Էմյուսն ասում է ինքն է սատանա ես եմ իրական հավատացյալը դες հենց սատանան այդ ձևի է լինում գրագետ պատրաստված կարդացած զարգացած որպեսզի իմ նմաններին մոլորեսնի դրա համար ես գործ չունեմ այդ արժի համակարգի հետ այդ մոտեցումների հետ եւ ես համարում եմ սին եւ շահարկելի ինչպես ասում է ժամանակին Մարքս ասել է ժամանակին Մարքսը բարկելը դա օպիում է ժողովրդին թմրեցնելու բանից հանելու համար ես այդ տեսակետն եմ բայց նորից ասում հարգում եմ եւ վստահաբար կարող եմ ասել որ պատահական 100 իրենց քրիստոնյա եւ հավատացյալ համարողներից ես 95-ից ավելին կրնեմ, որ այն 5 հոգի մեջ կրնեմ, քչերի մեջ կրնեմ, որ պահպանում են այդ պոստուլատները, որոնք կան։ Առավել ինչքան որ հնարավոր է պահպանում են։ Հիմա դե եկավ քաղաքական process-ները զարգացան եւ հայտնվեցինք այս վիճակում։ Ես Նիկոլ Փաշինյանի մոտ այդ գիծը որ կար իր անձի նկատմամբ շատ այսպես կոչված ինչ-որ գերագնահատված, ասենք, վերաբերմունքը, կարևորությունը, արժևորումը, ես նկատել եմ շուտվանից։ Ինչի վրա եք Քալելու ժամանակ, բայց բոլոր մյուս իրագծերը, բնավորության գծերը, բոլոր մյուսին հատկանիշները իրապես գերակշռում էին եւ իմ համար շատ կարեւոր էին այդ հատկանիշները եւ հետեւաբար ես ինքս իր հետ ծանոթանալով 12 թվականին ծանոթանալով ես գտա որ ինքը քչերից է որ իմ համար հաճելի է իր այդ ճանապարհը գնալ եւ ես չեմ փոշմանը եւ գնացել եմ ճանապարհ մտածելով որ այդ բացական գիծը որ կա ես դրա վրա ինքս իմ տարիքի փորձի հետ կապված իրավունք կվերապահեմ ինձ ժամանակ առ ժամանակ կփորձեմ իմ քայլերով իմ խոսքով կոռեկցիա մտցնել ինչքանով որ հաշվի կառնի չի առնի եղել է դեպքեր որ հաշվի առնել բայց երբ որ եկավ հասավ մինչև անցած տարվա այս ժամանակները մեկ ամիս առաջ անցած տարվա սկիզբները եւ որ խաղաղության պայմանագրի հետ կապված Եվրոմիություն էթալու հետ կապված արդեն դիրքորոշումները հստակեցվում էր
Ես որոշակի բաներ ունեի, ես որոշակի հարցեր ունեի, որոնք իր հետ համահունչ չէր, տեսակետի հետ համահունչ չէր։ Եվ հետևաբար նաև թիմը ինքը, հեղափոխական թիմը ինքը տարալուծվեց կուսակցականների նոր հոսքի պատճառով, նոր երիտասարդներ, նոր ուժեր մտան կուսակցություն եւ այդ բանը տարալուծվեց եւ արդեն վարչապետը իմ նմանների կարիքը այնքան էլ չուներ, հակառակը իմ նմաները կարող էին խանգարել իրեն այս կամ այն որոշումը անցկացնելու համար։ Այդ խանգարելը կլիներ առարկայական թե մի քիչ, դա ուրիշ հարց է։ Եվ հետեւաբար ճանապարհը ման գալիս ինձ ազատվելու եւ ճանապարհը գտավ, ճանապարհը եղավ, ինչպես դուք նշեցիք, Քերեմյանի հետ տհաճ միջադեպը, բայց ցավոք սրտի, Քերեմյանի հետ տհաճ միջադեպի հետ կապված, որտեղ ես արդյունքում հայտարարեցի, եթե Քերեմյանը կտա երկու հատ անուն, ով իմ անունից միջնորդել է իրան իմ տղայիս մասնակցության բիզնեսի հետ կապված, ես անմիջապես մանդատս վար կդնեմ, մնացինք սպասելով, բայց կարևորը դա չէր կարևորը այն էր ու սարսափելին, որ Քարամյանը ամբիոնից, ազգային ժողովի ամբիոնից ասավ, խնդիր կար ավտոներկրողների հետ եւ ես ու Պեկի մեր գործընկերները նստեցինք, որոշեցինք, որ պետք է անենք այսպես, այսինքն ինքը իրան թույլ է տվել օրենքը մեկնաբանել ըստ իր ճաշակի եւ աշխատել։ Պետությանը տալով $500 միլիոն հաշվարկված վնաս։ Ես խնդրեի, որպեսզի դուք անդրադառնաք այն հարցերին, որոնք այդ ճղճին պատմությանը չեն վերաբերում, որտեղ այստեղ պատճառը պարզ է։ Պատճառը այն է, որ ուրեմն ընդհանուր գիծ կա մերժել փորձառությունը քաղաքականության մեջ եւ դրա համար փաստորեն ԿՊ-ի այն փորձառու անդամները, նաեւ ԿՊ-ի վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որը հեռացվեց փաստորեն կուսակցական կյանքից եւ խորհրդարանական դաշտից, չէ, խորհրդարանական խմբակցությունն է քաղաքական մարմին, սա ինչ է ցույց տալիս, որ այդ ընդհանուր գիծը, որովհետև այդ փորձառություն չունեցողները նրանց հետ պայմանավորվելը, նրանց ուղղորդելը, նրանց ինչ որ հարցեր պարտադրելը շատ ավելի հեշտ է, որտեղ նրանք կորցնելու բան չունեն, բայց քաղաքական ուղի անցած մարդկանց համար դա այնքան էլ հեշտ չի ամեն ինչի հետ համաձայնվել եւ հանդուրժել, որտեղ իրանք կորցնելու բան ունեն, քաղաքական կենսագրություն։ Այո, շատ ճիշտ է գնահատում։ Եվ այստեղ է, որ նաեւ ինչ հետաքրքիր պահ առաջացավ, այդ անունը չեմ հիշում, բայց մականունը հիշում եմ, Նավ ճոճողը։ Նավակ ճոճողը, ուրեմն որ նավակ ճոճեց Գյումրիում եւ նավակից դուրս մնաց։ Նավակից վայր ընկավ։ Չէ, ինքը ճոճել էր ազգային ժողովի նիստի ժամանակ, երբ որ ասել տխրահարճակ հարց էր քննարկում, դատախազի միջնորդությունը ինձ անդրադառնալիությունից զրկելու համար, ինքը դե նավակը ճոճեց։ Այդտեղ էր ճոճել, ահա, ուրեմն եւ հետո, բայց ամենահետաքրքիրը ինչ էր, երբ որ նա հրաժարվեց մանդատից, նա ինչպես ասեց, նախ ասել էր, որ 26 թվականին, այսինքն այնա, որ ինչպես ասում են, անկեղծության ձայն էր դա, հա, անկեղծացել էր, ասել էր 26 թվականին մեկը իշխանություն չենք լինելու, դրա համար ինչի պետք է ես հիմա մանդատից հրաժարվեմ, երբ որ իրեն ասել էին պետք է հրաժարվես, բայց հետո ինչ ասեց, ասեց ես մանդատից հրաժարվում եմ այդ միջադեպից հետո, իրան ստիպել էին, ես մանդատից հրաժարվում եմ, բայց ուրեմն վերընտրվելու են վարչության անդամ։ Չէ, չի վերընտրվելու։ Ասեց առաջարկելը թեկնածություն է, պատասխանատվությունը առաջարկել է։ Չի վերընտրվելու թե վերընտրվելու է, բայց ինքը ինչ ասում է, չեմ հավակնում մնալ ԱԺ պատգամավոր, բայց հավակնում եմ նորից ուրեմն ընտրվել վարչության անդամ։ Դե հակասություն չկա, պարոն։ Հակասություն կա այստեղ, որովհետև կուսակցությունը եւ կուսակցության ղեկավար մարմնի դիրքը ավելի կարևոր է, քան ազգային ժողովի պատգամավորի այդ կուսակցությունից ընտրված։ Ինչու՞, որովհետև կուսակցության ղեկավար մարմինն է, որ որոշում է այդ պատգամավորների քաղաքական գիծը։
քաղաքագիտական տեսանկյունից շատ ավելի կարևոր է, եթե դու քեզ արժանի չես համարում լինել ազգային ժողովի падգամավոր, ինչպես ես արժանի համարում վերընտրվել եւ առաջադրվել, եւ քո առաջադրումը երևի թե ինքը գիտեր, որ պետք է նորմալ ընդունվի մյուսների կողմից։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կուսակցությունը դա վերածվել, այսպես ասած, թայֆայի, վերածվում թայֆայի, որը հակադրվում է ժողովրդին, մի իրավիճակում, տեսեք, ինչի օրինակ ընտրություններին մասնակցությունը ամեն մի ընտրությունից ընտրություն նվազում է, մասնակիցների թիվը, որտեղ մարդիկ սկսում են դիտել կուսակցությունները որպես ոհմակներ։ Ես ինչու եմ սրա մասին խոսում, գիտեմ, որ դուք որոշել եք նոր կուսակցություն ստեղծել, ինչպես պետք է անեք, որ խուսափեք այն սխալներից, այն իրավիճակից, այն դրվածքից, որը այսօր գոյություն ունի գրեթե բոլոր մյուս կուսակցություններում։ Նաև մենք չենք կարող սխալվել, որովհետև ես աշխարհի ամենահանճարեղ մարդն եմ։ Պարոն Ասլանյանը աշխարհի ինձ ավելի հանճարեղ մարդն է։ Եվ երկու հանճարեղ մարդիկ չեն կարող սխալվել, պարոն Հովհաննիսյան։ Էլի պայմանավորվում եք մարդկանցով։ Մի րոպե։ Չէ, ես բանը հեգնանքով եմ ասում։ Յուրաքանչյուրին որ թվում է, թե որ ինքը ինչ-որ դիրքի է հասել, կամ ինչ-որ հարցերի լուծման բանը, իրան թվում է, թե արդեն ինքը այդ գագաթնակետն է, ինքը սրբերի սուրբն է, իրան քննադատելը դա մեղք է, իրան կարծիքին հակադրելը դա մեղք է, արդեն ինքը սկսում է ճակատագրերի տնօրինել եւ այլն։ Այս բանը կա, հետեւաբար գիտակից մարդիկ հասկանում են, որ պահագա բոլորս էլ կարող ենք իշխանության բերումով այլասերվենք։ Մեր կարգավիճակով կարող ենք պիտի մի քիչ մեր բանը փոխվի։ Տելակերպը փոխվի, մենք արդեն այսպես կոչված մեր մասին գերագնահատված կարծիք ունենանք, հետևաբար այն ժամանակ, երբ որ դու ավելի առողջ մտածողության տեր ես, պետք է մեխանիզմներ ստեղծես։ Ես մի հատ էպիզոդ ասեմ այդ իմաստով, հետո վերադառնամ պարոն Գաբրիելյանի, եթե թույլ կտաք։ Ուրեմն, երբ որ հալա մենք իշխանություն չէինք քաղաքացիական պայմանագիրը եւ ժողովներ էինք անում, ես մի գաղափար էի առաջ քաշում, որ ասենք մարմիններ կա, որ պիտի տաս ընդդիմությանը։ Օրինակ եմ, այսօրվա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դու պետք է տաս ընդդիմությանը։ Մի տեխնացու ունենա իշխանությունը այդտեղ 5 հոգի, 4-ն պետք է լինի ընդդիմությանը, եւ դու չասես բերազգային ժողով ես քվեարկեմ։ Չէ, սա ընդդիմությունն է, ով որ խորհրդարանում ընդդիմությունը, ում ուզում է թող նշանակի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Այդ ժամանակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինչ կանի։ Պիտի առավոտից իրիկու մտածի կոռուպցիոն դրսևորումները հայտնաբերի իշխանական շրջանակներում, որպեսզի իր հակառակորդ քաղաքական թիմի հեղինակությունը գցի ժողովրդի աչքի առաջ, իր կուսակցության հեղինակությունը բարձրացնի, քաղաքական դիվիդենտներ շահի, տրամաբանական վիճակ։ Իշխանությունը ինչ է շահում, եթե ինքը անկեղծորեն է գնում դեպի կոռուպցիայի դեմ պայքարին, այլ ոչ թե որպես գործիք է օգտագործում։ Իշխանությունը պետք է արխային իր գործերով զբաղվի, դա ծրագրերին իրականացնի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարոն Աղազարյանի նկատմամբ ինչ-որ բան կհայտնաբերի, կտա իրավապահ մարմիններին, թող իրաց գործը անեն։ Հետևաբար, բայց երբ որ դու չես տալիս ընդդիմությանը, վերցնես քո ձեռքը, դա նշանակում է դու վերցնում ես եւ կարաս ինքդ մանիպուլացնես, ով որ քեզ հլու հնազանդա, ասես օքեյ, ով որ մի քիչ ես կոմենկոմա, թեթևակի բան անես, ասես բաներ ենթարկես։ Ես մեծ պարոն Վիլեն Գաբրիելյանին անդրադառնամ, Վիլեն Գաբրիելյանը հայտնի քննարկման ժամանակ, դատախազի միջնորդության ժամանակ ինքը կարծիք հայտնեց, համ ինձ քննադատեց, համ երևույթը ընդհանուր առմամբ, ասենք տարբերվող կարծիք հայտնեց։ Իր բնավորության համապատասխան։ Վիլեն Գաբրիելյանը կուսակցության ամենադեպս բոլոր նրանք, ովքեր իրան ճանաչում են, սիրելիներից մեկն է, անդամներից։ Իր հետ շփվելը, իր հետ զրուցելը հաճելի է, իր հետ հաց ուտելը, մի բաժակ օղի խմելը կրկնակի հաճելի է։ Բայց բոլորն էլ գիտեն։ Բայց ժուրնալիստներին հաճելի չէ։ Ջրոպե, բոլորն էլ դե ժուրնալիստները բանը սադրեցին։ Բոլորն էլ գիտեն, որ Վիլեն Գաբրիելյանը, ասենք, բանը մի քիչ կարա բանանի, եթե միջավայրը տրամադրող լինի բան, մի քիչ շատ խմի, ասենք, կարող պատահի a little too much, ոնց որ անգլերեն։ Այսինքն խմելը իրան հակացուցված։ Չէ, հակացուցված չի։ Լավ խմում է, լավ խմում։ Կան մարդիկ, ովքեր իրենց թիրապետում են։ Բոլորովին։ Բայց կարելի է կամելը բայց
լրագրողին։ Իր ընկերները, որոնք իր հետ խմել էին, իրանք պիտի թույլ չտային, որ Վիլենը հայտնվեր այդ իրավիճակում։ Հա, ես էլ եմ ասում։ Իրանք, երբ որ քո ընկերը սայթակում է, կեղտոտ ջրափոսի մոտ, դու պիտի ձեռքդ գցես, ընկերոջդ բռնես, որպեսզի չգնի ջրափոսի մեջ կեղտոտ։ Բայց հակառակը իրանք արեցին հակառակը, հրեցին Վիլեն Գաբրիելյանին, որոնք ջրափոսի մոտ, որպեսզի այդ այսպես կոչված ներողություն բարոն Գաբրիելյանից այդ կեղտոտ կերպարի վրա իրանք կերպարը վարչապետի աշխին ավելի բարձրանա։ Իրանք այդ քայլն արել։ Որ եթե ես լինեի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ այդ ժամանակ, ես անպայման կգնեի Գյումրիում, ես անպայման այդ թեթև ուտել խմելը կմասնակցեի անպայման եւ 100%-ով երաշխավորում եմ, որ այդ միջադեպը տեղի չէր ունենա, որովհետեւ ես գիտեի Վիլենի այդ մոմենտները, որ կարող է դուրս գա, մեկը սադրի, դե լրագրողները սադրում են։ Այդ էլ մի հատ ուրիշ անշնորհքություն է, հազար անգամ ներողություն եմ խնդրում։ Ես շատ եմ կարևորում լրագրողների աշխատանքը, բայց երբ ուտելում ես մարդու, որը մի փոքր ասենք գինով ցած է, եւ դու սադրում ես իրան, դա նույնպես անշնորհքություն է։ Հիմա պարոն Գաբրիելյանը բան արեց, հրաժարվեց մանդատից, որովհետև այն ինչ որ տեղի ունեցել վերջին հաշվով, ասենք հասարակական նկատմամբ իմաստով, այդքան էլ գեղեցիկ չէ, հրաժարվեց։ Իսկ որ ինքը հայտարարել է, որ մասնակցելու է բանին, մասնակցելու է ընտրությունների եւ իր թեկնածուն առաջադրելու որպես վարչության անդամության թեկնածու, դա ինձ հիշեցնում է վաղ Հովիկ Աղազարյանին։ Երբ որ ես էլ երիտասարդ էի, այդտեղի մի քիչ բաներ ինքը չի ընտրվի, բնականաբար հաստատ չի ընտրվի, որովհետև արդեն քաղաքացիական պայմանագիրը այն կուսակցությունը չի, որ էր, մի 2 տարի առաջ, 3 տարի կամ 5 տարի առաջ ինքը չի ընտրվի։ Դե հիմա այդ կարող եմ ասել, այդ իմաստով, Հիմա ես կխնդրեի, որ անկեղծ լինես, այս հարցը շատ կարևոր է։ Այս մի բանը կարող ներողություն 1000 անգամ ես իրականում նման վիճակում եղել եմ, իմ երիտասարդ ընկերներից մեկը մի դեպք չի եղել է Վիլեն Գաբրիելյանի իրավիճակում եւ ես իրան շատ ծանր վիճակից հանել եմ եւ ոչ մեկը այդ մասին չգիտի։ Եթե ուզում է այդ տվյալ անձնավորությունը թող իր նեղ շրջապատում հայտարարի, ասի, որ այո, պարոն Աղազարյանը սենց այս իրավիճակում է եղել, ինքը սենց է պահել իրան ռեպուտացիան ռիսկի դնելով ինձ հանելա վիճակից։ Թող ասեն, այսինքն ես որ ասում լոկ խոսքը չեմ ասում, կյանքը Դե դա իհարկե հասկանալի է, ես դրա համար էլ ասում եմ, որ կուսակցությունները մեր իրականության մեջ նմանվում են ոհմակների, այսինքն մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար այդ սկզբունքով են առաջնորդում, ոհմակում էլ գայլերը այդպես են որսի գնում, այսինքն մեկը մյուսին աջակցում է, բորենիները նաև, բայց այդ կուսակցությունները ժողովրդից գնալով ավելի ու ավելի հեռանում են։ Այսօր ժողովուրդը եւ գիտեք ինչ, դա քաղաքագիտական օրինաչափություն է։ Օրինաչափություն է, դուք մասնագետ եք, դոկտոր եք։ Ինչ պիտի արեք։ Հայաստան թալաբան պիտի հնալի։ Ասեմ ինչ պետք է։ Քաղաքագիտական օրինաչափություն, ես ելքը գիտեմ։ Տեսեք, կուսակցությունները դա հասարակության յուրաքանչյուր երկրում, դա սոցիոլոգիական փաստ է։ Կազմում են կուսակցականները 5%, 3-ից 5% ազգաբնակչության մեջ։ Ընդհանուր կուսակցական։ 3-ից 5%։ Նույնիսկ Չինաստանում, որի բնակչությունը գիտեք ինչքան է, կուսակցականները 110 միլիոն են, բայց ազգաբնակչության թիվը մոտենում է 2 միլիարդի։ Այսինքն եթե հաշվես 7% է, մի քիչ ավելի շատ է։ Խորհրդային միությունում 20 միլիոներ կոմկուսը ազգաբնակչության թիվը 300 միլիոնից անցնում էր։ Այսինքն էլի նույն 7%-ն է։ Նույնը մեզանում կուսակցականների թիվը ընդհանուր ազգաբնակչության մեջ 5% է, բայց մենք հանեցինք մեծամասնական ընտրակարգը, միաժամանակ չպարտավորեցրեցինք, որպեսզի կուսակցական ցուցակներում ընդգրկվեն քվոտայով անկուսակցականները, անկուսակցական մասսան, որը ճնշող մեծամասնությունն է հասարակության, իրան օտարված ազգում։ Այսինքն մարդը, որը ընդունում է գաղափարական մոտիվները համախմբման, չի ընդունում պարտադրանքը, միայն գաղափարի պարտադրանքը։ Մինչև 30%-ը ցուցակներում կարան լինեն անկուսակցականներ։ Մի րոպե ասեմ, կարան լինեն, բայց չեն, հասկանում եք, չեն, որովհետև կուսակցությունները վերցնում են իրանց անդամներին, ինչի որտև այդ անդամին հեշտ է վերահսկել։
Սա է միայն կուսակցապետերի մոտեցումով է դա պայմանավորված, բայց ժողովուրդը տեսնում է այդ ոհմակային տրամադրությունը կուսակցականների, որ ամեն մեկը այն մյուսին պաշտպանում է, բայց մեծ հաշվով դա կուսակցություններն են ժողովրդի համար, այլ ոչ թե ժողովուրդը կուսակցության համար։ Մեզանում ստացվել է այնպես, որ այս կուսակցությունները հեծել են ժողովրդին, ընտրությունից ընտրություն գնում են, ասում են ինձ ընտրի, բոլորն են այդպես։ Այսինքն հիմա ձեր միակ առաջարկությունն է, որ պարտադրվի, որ պարտադիր քվոտա լինի։ Եվ դա դուք համարում եք, որ հարցերը գլուծվի։ Ես համարում եմ, որ պետք է ընտրական օրենսգրքում նախատեսվի, որ ուրեմն յուրաքանչյուր տասնյակում կեսը պետք է լինեն անկուսակցական, գոնե 40%-ը։ Պետք է լինեն անկուսակցական։ Շատ է։ Եթե պարտադրանքով է, եթե որպես քվոտավորված կամ պետք է վերականգնվի մեծամասնական ընտրակարգը։ Ես առաջարկում եի, որպեսզի լինի երկպալատանի խորհրդարան, վերին պալատը նաև երկքաղաքացիություն ունեցողները իրավունք ունենան ընտրվելու վերին պալատ եւ համայնքներից բոլոր սփյուռքի լինեն ներկայացված սենատորներ եւ նաեւ այդտեղ անհատներ ներկայացված լինեն ազդեցիկ անհատներ սենատորներ դա մեր կուսակցության ծրագրային դրույթ է ձեր առաջարկությունը մեր կուսակցության մեջ ծրագրային դրույթ է այսինքն ձեր կուսակցությունը հիմա ո՞րն է միասնական ազգային սոցիալիստական կուսակցություն, ազգային սահմանադրական կուսակցություն, միասնական ազգային սահմանադրական կուսակցություն։ Բայց դա մասկ, այսինքն Իլոն Մասկը պիտի որ այդ անվանումով կուսակցություն եք։ Պիտի որ իմանա։ Եվ մեր այդ կուսակցության ծրագրի մեջ ձեր հենց հիմա ներկայացրած փաստորեն դրույթը ծրագրային կարևորագույն դրույթ է։ Դե դուք ուրեմն պետք է հարգելով հեղինակային իրավունքը մատնանշեք, որ այդ ես չգիտեմ, այդ հեղինակային իրավունքը ես ասեմ առաջադրել եմ երկպալատանի խորհրդարանին անցման կոնցեպցիան առաջադրել եմ 2007 թվականին 2000 եւ նույնիսկ դա քննարկել եմ այն ժամանակ ուրեմն սկզբից վարչապետ, հետո նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ ասել են, որ սա ճիշտ կլինի սահմանադրական փոփոխությունների շրջանակներում այս ուրեմն եթե ուրիշ հավակնող համակարգը մենք ճանաչում ենք ձեր հեղինակային իրավունքը եւ հուսով ենք դուք մեզ ես ասեմ, որտեղ ես ասեմ, որ անհատական նախաձեռնությունները նույն Միացյալ Նահանգներում այդպես էլ անվանում է օրենսդրական նախաձեռնություն, օրինակ ձեզ հայտնի Վենիկ Ջեքսոնի օրենսդրական նախաձեռնությունը, չէ, Մագնիտսկի հարցով, ուրեմն սա ընդունված ձև է, իհարկե, մեր իրականության մեջ ցավալի է, բայց անհատական նախաձեռնությունները, որոնք ժողովրդավարության հիմքն են, չեն կարևորվում եւ ընդհանրապես քաղաքացիական այօրինակ դուք որ եկել եք ազգային ժողով ձեր ցուցակում անկուսակցականներ եղել են իհարկե քաղաքացիական պայմաններ ահագին ինչքան երևի ովքեր են ես չեմ բանը Քոչարյան անդրա Գուրգեն Արսենյան հա Քոչարյան եղել են Խաչատուր Սուքասյան Սա պետք է օրենսդրություն Խաչատուր Սուքասյանը որպես քաղաքացի չի ընդգրկվել, այլ որպես օլիգարխ ընդգրկվել, նա ֆինանսական կարողություններ օգտագործելու նպատակով։ Եվ այդ առումով Նիկոլ Փաշինյանը խախտել է իր խոստումը ամեն ինչ անելու, որպեսզի տարանջատվի բիզնեսը եւ քաղաքականությունը։ Բիզնեսը եւ քաղաքականությունը այսօր պակաս սերտաճած չեն, քան Սերժ Սարգսյանի օրոք Ռոբերտ Քոչարյանի։ Եվ ես ահագին ժամանակ դիսկոմֆորտի զգացողություն եմ ունեցել պարոն Սուքասյանի հետ, ես իրան հարգում եմ որպես բիզնեսմեն եւ այլ, պարոն Սուքասյանի հետ նույն ժողովներին մասնակցելու, որովհետեւ ինքն իրեն իրավունք էր վերապահում իր դիրքերից խոսել երբ ուզում էր, երբ ինչքան ուզում էր, իհարկե ժամանակի ընթացքում իմ անընդհատ դիտողությունները որոշակի դերակատարություն ունեցան, որովհետեւ դա ճիշտ ձև չէր, բայց որ այդ ազդեցությունը կար, դա միանշանակ է։ Խաչատուր Սուքասյանը օլիգարխիայի դասագրքային ներկայացուցիչ է։
Այլ ինչով է տարբերում։ Եվ հետևաբար այո, եւ հետևաբար այստեղ մենք այդ ժամանակ փաստորեն հետնահանջ ենք արել այդ կարևորագույն դիրքորոշումից, իմ համար ինչ տարբերություն, իմ համար հիմա որպես քաղաքացի, որպես պատգամավոր, ես անձնական որևէ բան չունեմ որևէ մեկի հետ։ Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը, իրանք իմ համար նույնն են։ Առանձին որևէ մեկի ոչ դատապարտում եմ, ոչ էլ բան, բայց իմ պայքարը եղել է իրանց դեմ։ Հետո եկավ ինքը դարձավ մեր այսպես կոչված թիմի անդամ, որը աղճատեց այդ երևույթը, ոչ թե Սուքիասյանը, այդ երևույթը աղճատեց շատ ծրագրային դրույթներ, արժի համակարգային բաներ եւ այլ։ Ամեն մարդ պիտի իր ձևով զբաղվի։ Այ հիմա որ ռուսական լրատվամիջոցները փորձում են զուգահեռ անցկացնել Նիկոլ Փաշինյանի միջև եւ Զելենսկու միջև, մինչդեռ ինչով է տարբերվում Զելենսկին Նիկոլ Փաշինյանից։ Զելենսկին օգտվեց Կալամոյսկու հնարավորություններից ժամանակին, բայց Կալամոյսկին այսօր նստած է ճաղերի հետևում, իսկ Խաչատուր Սուքիասյանը թելադրող դերում է ձեր թիմում, ինչպես դուք ասեցիք նոր։ Եվ դա այդ իրավիճակը, օլիգարխիայի իրավիճակը, որ օլիգարխիան ոչ միայն չսահմանափակվեց իր հնարավորություններում, այլ ընդհակառակը այդ հնարավորությունները թողվեցին եւ այդ հնարավորությունները այս ավելի խառը եւ խառնաշփոթ պայմաններում ավելի ցայտուն է երևում, ինչը մենք տեսանք Գյումրիում ով հաղթեց։ Գյումրիում հաղթեց մաֆիան։ Բարի բուն իմաստով մաֆիան հաղթեց եւ այս ընթացքը հնարավոր է նաեւ լինի մեծ ընտրությունների ժամանակ, այսինքն մեծ հաշվով այն մարդիկ, ովքեր օրենքի հետ գործեր ունեն, կարողացան եւ այն մարդիկ, ովքեր մասնակցել են թալանչիական սեփականաշնորհմալը, անարդար, այդ մարդիկ ռենեսանս ապրեցին Գյումրիում, ինչու ռենեսանս ապրեցին, որովհետեւ դոմինանտ տեխնացուն, որը կարող էր բոլոր հիմքերը ուներ այնտեղ հասնելու, կազմակերպելու բողոքական քվեարկություն եւ հասնելու ծանրակշիռ արդյունքի, դա դոկ Վարդան Ղուկասյանն էր եւ դոկ կուսակցությունը հանվեց ինչ միջոցով ընտրությունների նախորյակին դատախազությունը դիմում է Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին, փաստորեն գործ է տալիս դրանց Վարդան Ղուկասյանի դոկ կուսակցության պատվավոր նախագահի դեմ, որպեսզի հանի ընտրություններից։ 20 րոպեա մենք զրուցում ենք, այդ 20 րոպեվա ընթացքում դուք մի քանի անգամ ինքներդ ձեզ հակասեցիք։ Ասենք ինչ է նշանակում կուսակցություն, որի ղեկավարը, ասենք, կապ չունի ճանապարհներով, մեկուսացվում է, այդ կուսակցությունը չկա այլևս։ Այդ կուսակցությունը ում է պետք։ Բայց այդ կուսակցությունը կա։ Բա որ կար, բա ուր էին Գյումրիի այդ համակիրները այդ կուսակցության։ Ինչ է եղան։ Չէ, դեպքերը եղել, որ ընտրացրեցիկների վրա գրել են Վարդան Ղուկասյան դոկ։ Լավ, հա, մի քանի հատ։ Չէ, մի քանի հատ թե ինչո՞, բայց եղել է։ Բայց դեպի չի կրա կուսակցությունը գոյությունն է, ժողովուրդը, բա դուք եք ասում, մենք հիմա փուլը ապրում ենք, մենք այդ փուլը պիտի ապրենք եւ կուսակցությունը պիտի կայանան, դառնան իսկապես ասենք հասարակության մեջ հիմա տվյալ դեպքում Վարդան Ղուկասյանին մեկուսացրեցին, կապ չունի ինչ ճանապարհով, աստված չանի, կարող կովիդից հետ մարդ հանգստակի մահանար։ Բա այդ դեպքում այդ կուսակցությունը պիտի վերանար։ Մի րոպե հիմա ասեմ։ Հարցը հետեւյալն է, հարցը այն է, որ կուսակցությունը կազմակերպական խնդիրներ պետք է լուծեր։ Մեկ, երկրորդը, չէ, դա կապված էր մարտավարության հետ։ Դուք ասում եք դառնա ոհմակ բանման, ձեր ասած ավելի եթե կուսակցությունը իր ամբողջ էությամբ կախված է մի մարդուց, շատ պատվարժան մարդուց, շատ ուժեղ մարդուց, շատ խելոք մարդուց, եւ այդ ուրեմն կուսակցություն չի։ Չէ, մի րոպե, հիմա ասեմ։ Լիդերը կարևոր է։ Որպես քաղաքագետ ասեմ,
յուրաքանչյուր կուսակցություն իր մարտավարությունը ունի։ Մարտավարությունը ունի, կոնկրետ այդ կուսակցության մարտավարությունը այն էր եւ այդպես նա հաղթեց փաստորեն ոչ թե այդ ֆորմատով տեղի ունեցան, նույն ֆորմատով քարոզարշավ տեղի ունեցավ քաղաքի Երևան քաղաքի մայրաքաղաքի ինստիտուտների։ Ուրեմն ոչ մի կազմակերպ եւ ժողովրդի վստահությունը չվայելած ուժը իմ ընկեր Տիգրան Ավինյանը դրանց քաղաքապետ։ Մի րոպե։ Իր շնորհիվ, ձեր շնորհիվ ուրեմն փաստորեն։ Ոչ, այդպես չի։ Ո՞նց է։ Հիմա տեսեք, մի րոպե։ Սա խաչքարի գիրը այդպես է։ Մի րոպե։ Վարդան Ղուկասյանը գիտի այդպես է։ Ինչու պետք է այդ կուսակցությունը իր հեղինակությունը հարվածի տակ դնելով ընտրել նպաստել մեկի ընտրությանը, որը ոչ մի առավելություն չունի ուրեմն Տիգրան Ավինյանի նկատմամբ, խոսքը այն ուրեմն կլոուն մականունով այդ Հայկ Մարությանի մասը, որը նույն թույլտվությունների վաճառքով էր զբաղված, ինչ որ հիմա Տիգրան Ավինյանն է զբաղվում, այսինքն այդ մարդը պետք է ինչ աներ, այսինքն այդ ուժը, որը եկել էր մի նպատակով, կոռուպցիան, այդ մարդը ասում է, ես ուրիշ խնդիր չունեմ, ես ուզում եմ մաքրել կոռուպցիան, այսինքն մեծ հաշվով անել են, ինչի վերաբերյալ խոստում տվեց, ուրեմն այդ խոստում տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որ կմաքրի Ավգիանախորները, որ ինքը գործիքի դերում հանդես կգա, բայց իրականում դա չարեց, Ավգիանախորները մաքրելու փոխարեն իր կադրերի խցկեց, մի րոպե, իր կադրերի պատրաստ էր, օրինակ Խաչատրյանի խցկեց բանի պոեստ, այդ Նիկոլ Փաշինյանի պոչին կապեց ու դարձրեց, ասենք, պաշտոնի հանրապետության նախագահ, այն մյուսը էլի ինչ-որ մի պաշտոն ստացավ, էլի Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավորներից, դառավ դեսպան, ինչ-որ մի երկրորդ, մի խոսքով սա է տեղի ունեցել, այսինքն այս տորգը… Դա ինչ կապ ունի բանալաքին, երբ որ Վարդան Ղուկասյանը պատրաստ էր օժանդակելու, որ Հայկ Մարությանը դառնա քաղաքապետ, մի պայմանով, որ կարևոր մի վարչություն տա իրան, վերահսկողական վարչություն, որին չհամաձայն ես հայկը, շատ տրամաբանական առաջարկություն էր, ասիկ ինքը պատրաստ է, որ այդ տարբերակի գնա, հիմա ես ասեմ, այդ մարդու հետ կապում են մի խնդիր, մաքրել կոռուպցիան, ջարդել, կախել, գնդակահարել այդ կոռուպցիոներների, որոնք պատճառ դարձան, որ մեր խայտարակության պատճառը դարձան։ Այս երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ, ես չեմ այդ մարդուն պաշտպանում, մի պատճառով եմ պաշտպանում, որ նա կարող է այդ խնդիրը լուծի, ոչ ոք չլուծեց, բոլորը խաբեցին, այդ թվում Նիկոլ Փաշինյանը։ Ես այսօր նամակագրության մեջ եմ Նիկոլ Փաշինյանի։ 2 րոպեում էլի դուք եք խոսալու, հապտասում որ դուք խոսակ։ 2 րոպեում ներկայացրեք, թե Վարդան Ղուկասյանը ո՞նց այդ հարցը լուծելու։ Հիմա ասեմ։ Ներկայացրեք։ Հիմա ես ասեմ, արդեն լուծել է։ Ախպեր, ասեք ո՞նց է լուծելու այդ հարցը։ Իր գործունեությունը մի րոպե, ես օրինակ եմ բերում։ Օրինակ, իր ելույթից հետո այն ուրեմն օբյեկտ ռազմական տեսազնող կայանը Գեղարքունիքում Էդի շատ բաներ էի քարերի ծուղությամբ։ Լիքը բաներ այլ է։ Ես գիտեմ։ Ունենալով իշխանություն։ Գիտեմ։ Ապրեք։ Դրա համար են մեկուսացրել։ Արելա, լիքը բաներ այլ ես տեղյակ եմ։ Հետո ինչ պիտի անել, ընտրությունները ինչ պիտի անի։ Ընտրությունները ինչ պիտի անի։ Հիմա ես հիմնական հարցը ես խնդրում եմ։ Ընտրությունները ինչ պիտի անի, պարոն Հովհաննես, քաղաքագիտության դոկտոր։ Ինչ անելու, ասեք տնա։ Այո, ես հիմա։ Ասեք դե լուսինը, ինչ անելու։ Ես հիմա ասեմ։ Ասեք։ Ես հիմա պարզ ասեմ։ Ասեք, պարզ ասեք։ Մարդը, յուրաքանչյուր մարդ ունի իր առաքելությունը։ Ինքը այդ թիմը ստեղծել է, այդ թիմը, որը կոչվում է կուսակցություն, մի նպատակով, որպեսզի ինքը իր մասնագիտական առաքելությունը իրականացնի եւ երկիրը մաքրի կոռուպցիայից։ Էս է եղել այդ մարդու նպատակը։ Հիմա նա եկել է առաջարկություն։ Գիտեմ, դուք մեխանիզմ ասում եք, ո՞նց ասում եմ, ընտրություն։ Ընտրություն։ Այո։ Ընտրությունները եղավ։ Դոկը հավաքեց 51% ձայն, հետո ինքը կոռուպցիոն այդ կոմիտեի, որ դուք ասում եք 51% հաջորդ քայլ 51% ձայն հավաքեց, հետո ինչ է տեղում, բացատրեք, չեմ լսում։ Հետո տեղի ունենալու կոմիսար Կատանյա։ Ինչ է դա, դուք տեսել եք Սպրուտը։ Ով անելու վարչապետ։ Կինոն տեսել եք, հիմա եթե կոմիսար Կատանյա։ Ով անելու վարչապետ։ Ուրեմն նշանակել։ Ով անելու վարչապետ։ Ով այդ վարչապետի հարցը թողեք։ Այդպես դուք այդպես։ Մի վարչապետի հարց չկա։
51% Այսօր այս երկրում կա մի խնդիր, դա կոռուպցիային վերջ տալը։ դոկը հավաքել է 51% ձայն։ Ով որ Ով արնելու վարչապետ։ հիդրան, ով որ կվերածվի, նա էլ կլինի վարչապետ։ Չէ, ով է։ Ես ասում եմ, Ինքն արնելու։ թեկուս։ Դնում եք, ուրեմն ձեր դիպլոմը քաղաքագիտական 0 կոպեկ արժի։ Ես բարձ ձեզ ասում եմ մի բան։ Ոնց է դառնալու վարչապետ ինքը Մի րոպե։ նստակացան ցեզը չի բավարարում, պարոն Մի Վարդանյան։ րոպե բարձ ձեզ ասում եմ։ Շատ բարձ։ Նստակացան ցեզը չի բավարարում, ոնց է դառնում վարչապետ։ Դուք մի րոպե հիմա Մի րոպե, 2 րոպե, կես ժամեր, ոնց է դառնում վարչապետ։ Մի րոպե, ես չի բարձ ձեզ ասում եմ մի բան։ Ասեք։ Որ այդ մարդը չասեց ինձ նշանակեք վարչապետ, ասեց ինձ տվեք քաղաքապետարանը թաղվածա կոռուպցիայի մեջ, քաղաքապետարան թաղվածա կոռուպցիայի մեջ, ես համաձայն էի, ինքը ասում էր ինձ տվեք մի հատ հանձնաժողովի ղեկավար, որ ես այդ կոռուպցիան մաքրեմ քաղաքից։ Ես համաձայն էի իր հետ։ Ուրեմն ինքը դրա համար էր մասնակցում այդ ընտրություններին։ Ես համաձայն էի իր հետ, պարոն Վարդանյան, ես համաձայն էի իր հետ, եւ իր ուզածը շատ չնչին բան էր, եւ ինքը լավ բան էր քաղաքի համար։ Եվ դա ապացուցեց, որ ինքը ավելի անկեղծ է, քան Հայբարությանը։ Մի րոպե։ Ես այդ համաձայն էի։ Հիմա համապետական ընտրություններում հաղթել եք, դոկը հաղթել է, հավաքել է 51% ձայն։ Ո՞վ է վարչապետը։ Ով է վարչապետը։ Այդ թիմը, որը հաղթել է, վարչապետ կորոշի թե ով է վարչապետը։ Այսինքն Վարդան Ղուկասյանը չի լինելու։ Մի րոպե, այո, եթե օրենքը թույլ չտա, ուրեմն չի լինելու, մենք ուրիշն է լինելու։ Ապրեք, բա հիմա եթե Վարդան Ղուկասյանը գտնվում է նեղության մեջ, որ աշխարհի սև ուժերը իրան մեկուսացրել են, ինչի այդ մի հոգիները չգտնվեցին, որ Գյումրիում այդ ձեր ասած այդ իրավիճակի տեր կանգնեին, բախի չեղավետի։ Իմ ասածս դա է։ Այն որ չէ, հա ես իմ ասում, այն որ դուք ասում եք, այն որ այդ կուսակցությունը դեռ չի կայացել եւ չէր կարող կայանալ, որտեղ բոլոր հարցումները երկրորդ տեղներ հսկայական ձայներով ոչ չէ, կազմակերպչական առումով կուսակցությունը չի կայացել։ Կուսակցությունը հիմա Վարդան Ղուկասյանը բանակ, որը կազմակերպվի։ Հիմա Վարդան Ղուկասյանը իր այդ հայոյանքի պարոն Հովհաննիսյան, իր այդ հայոյանքները բանները թողեք մի կողմ։ Հիմա Վարդան Ղուկասյանը մեծ հասարակական անկամություն բան ուներ, տեսակետներ ուներ եւ համակիրների հսկայական բանակ ուներ, ասենք թե ունի էր նաեւ։ Եվ ինքը բայց եթե չկարողացավ այդ ամենը կազմակերպել, որ Գյումրիում, Երևանում աստված շանի կովիդով մեռելու դեպքում, որպեսզի իր այդ գաղափարները, որ ինքը այդպես սրտի խորքից բաներ անում, ասում էր, որտեղ հասնեն, թող անել, բա ի՞նչ չի անում, ի՞նչ չի արել։ Հիմա ես հարց տամ, տվեք, որ դուք շարժվում եք Գյումրիից Երևան 18 թվականին, դուք գիտեիք թե ով պետք է լինի վարչապետ։ Այո։ Որ Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Այսինքն դա ձեր վարչապետն էր։ Իսկ ժողովրդի 90%-ը, որը մասնակցում էր այդ ցույցերին, ամենևին էլ դա այդ նպատակը չէր հետապնդում, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Նպատակը հետևյալն էր՝ հեռացնել Սերժ Սարգսյանին։ Ճիշտ է, դա ուրիշ բան է։ Դու ինձ եք հարցնում։ Հիմա վերադառնամ այդ հարցին։ Մենք գիտեինք, մեր թիմով գիտեինք։ Հիմա վերադառնամ այդ հարցին։ Բայց անկեղծ եղեք։ Ահա։ Դուք չեք տեսնում քայլելիս Գյումրիից դեպի Երևան, որ կա պայմանավորվածություն Սերժի եւ Նիկոլի միջեւ։ Իհարկե չէ։ Իշխանությունը Նիկոլին չեք տեսնում։ Իհարկե չէ։ Իսկ այն ժամանակ, երբ որ ոչ չեմ տեսնում, այլ չի եղել։ Հիմա դուք գիտեք, որ բանը օպերայի հրապարակում, այսինքն Ֆրանսիայի հրապարակում, երբ որ դիրքավորվել էին փակելով 3 կողմից, 4 կողմից այնտեղ մարդադանակահարվել, որին տարել են եւ օգնություն են ցույց տվել։ Դուք չգիտեիք դրա մասին։ Դες բան չի եղել։ Դες բան եղել է։ Պետրոս Մակյանն էր այնտեղ նստած, ուրեմն ես եղել եմ վարչության դանակահարությունը եղել է, մարդուն տարել են։ Ես եղել եմ այդ ակտիվ մասնակիցներից մեկը։ Դանակահարություն չեղել։ Որ դուք ասում եք Սերժ Սարգսյանը, դուք ասում եք էսի, ստեղ, այ դուք շատ լավ բան ասեցիք։ Ժողովուրդը վերելա փողոց, ժողովուրդը չէր հելում փողոց, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնել։ Ժողովուրդը հելա փողոց, հնի դեմ իր ճիճը ներկայացնելու համար, բարձրացնելու համար։ Դա մը սա ժողովուրդը հելա, որպեսզի թույլ չտամ, շատ ճիշտ եք ասում։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի համար հավաքական կերպար է եղել։
Հավաքական կերպար, որ իր համար ընդունելի է եղել, մերան է եղել այդ ամեն ինչի, որ բան անի եւ այլ։ Հետեւաբար այդ առասպելները Սերժ Սարգսյան եւ այլ Սերժ Սարգսյանը իր տեղը նստած երևի բան անում, ուռում է։ Ուռելը, ես ինդիկատիվ չունեմ ուրիշ իմաստով ուռելու։ Ինդիկատիվ եմ հպարտանում է իր համար, որ սա ամեն ինչ կապել իր, ինքս շախմատիստ խաղերը խաղում, քաղաքական վերլուծաբաններն էլ կայնում են, ասեն վերլուծում, ասեն ֆրստում, հա Սերժն արել, դիմա Սերժը, հիմա Մարտին Գրիգորյանն ինչ անում։ Մարտին Գրիգորյանը սուս նստած է Գյումրիում եւ սպասում է, որ Նիկոլ Փաշինյանը իրեն առաջարկություն անի քաղաքապետ դառնալու։ Այդ այլ Գյումրու պրիմիտիվ էժան խորամանկություն։ Ճիշտ է։ Եվ այդպես էլ կլինի, եթե առաջարկեցի Սամվել Բալասանյանը Գյումրու հիմա Մարտին Գրիգորյանը նստած է իր բունկերում եւ սպասում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այսինքն Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը դառնալու Գյումրու քաղաքապետ։ Եվ իր գեղեցիկ բանաձևը հիմնավորում է, որ ինքն ասում է Գյումրին չի ունենալու, ԿՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, այսինքն իր ասածը բռնում է, էլի, ինքն է դառնում քաղաքապետ, դա չի նշանակում, որ ԿՊ-ն ունենա քաղաքապետ, այդ խորամանկությունը ինքը անում է հիմա, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այնքան կարճատես է, որ չի գնա այդ քայլին, որ հանկարծակի չասեն, որ բարը փաստորեն Նիկոլ Սերժի Մարտն է։ Խնդրեմ, աղա վաղված ամեն ինչը։ Ահա։ Ուրեմն շատ ճիշտ է։ Ուրեմն այս պայմաններում հասկանալի է, որ միակ տեխնացուն, որը կարող էր, միակ ուժը, որը կարող էր այդ սցենարը խառնել, դա այդ դոկ կուսակցություններ եւ որպեսզի դուրս դնեն այդ կուսակցությունը ընտրարշավից, ընտրապայքարից, կազմակերպեցին, գործ տվեցին, կազմակերպեցին Վարդան Ղուկասյանի ձերբակալը։ Ես անկեղծ ասեմ։ Քաչ գիտակցելով ներքին դրվածքը։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ կուսակցությունները Վարդան Ղուկասյանի ելույթներին անկեղծորեն ասած։ Ես շատ հետևել եմ, որտեղ շատ բաներ իր մոտ իմ համար ընդունել են եղել։ Այդ հայհոյանքները փաստական բազա։ Այդ հայհոյանքները բամանտեղ գալիս է մենք էլ հայհոյում, դա բան չի, բայց իրա այն մի հատ որակ կա, որ անսնվա չափնել, աթն ընտանիք է մտնում, բան, դա չարժե, դա սիրուն բան չի։ Դա թողնենք մի կողմ։ Այդ մի 30% հանենք ցեկենյան, 70%-ից իր դրսևորման 50% օգտակար է եղել։ Անձամբ ես իմ քայլերի մեջ զգուշացել եմ որոշակի ճշգրտումներ եմ մտցրել, որ հանգարցակի չիմանա ինչ-որ բան չասի։ Օրինակի համար։ Եվ թող ոչ մեկը հանգարցակի բան չանի, չասի թե դες բան չկա։ Այո, իր ազդեցությունը շատ էական է եղել։ Նույնիսկ եմ ասում հայհոյանքները հանենք ցնկերքում, այդ իմաստով իր ազդեցությունը շատ էական է եղել, դրական իմաստով, բայց ինքն էլ նույն ձևի բանա ինչ-որ Նիկոլ Փաշինյանը։ Ես եմ եւ վերջ։ Ես դա հայկական հիվանդություն է, համաձայն դա մարդը ասում է գնա գրողի ծոցը։ Չէ, դա իհարկե քաղաքական դա ցավալի դա մեր ազգային խառնվածքից է գալիս։ Այո, մեր ազգային խառնվածքը։ Դե մենք պիտի ասենք անհատապաշտություն։ Ապրեք։ Մեր ազգային տարիներով հասկանում որ քաղաքականությունը դա թիմային գործ է, թիմային աշխատանք։ Բա իհարկե։ Միանշանակ, սրա հետ ես համաձայն եմ։ Հիմա ի՞նչ է տեղի ունեցել քաղաքական պայմանագրում։ Նիկոլ Փաշինյանը փոխվել է իրականությունից, արդեն փոխվել է իր այն հին բանը, ընկերներից փոխվել է մի մակարդակ վերևահասել։ Արդեն թվում է թե շատ պատեհ է եղել իր ծնունդը հայ ազգի համար, որովհետև իր ինքը ծնված չներ, ապա ժողովրդի վիճակը ինչ կլներ եւ արդեն ինքը ճակատագրերը որոշում, արդեն պետության ճակատագիր պիտի որոշի։ Մի հոգին միշտ կարա սխալվի, որտեղ մարդը սխալական է, ասենք, չի կարա սխալվի, բայց եթե որ դու կովրավեցնես այդ մակարդակի, ասենք, պարտականությունները, այդ մակարդակի որոշումներ կայացնելու իրավունք, քո սխալը կլինի ճակատագրական։ Դե գիտեք ինչ, մեր աչքի առաջ նվաստացրեցին այդ անհատապաշտությամբ, այդ ոժդիզմով մի կուսակցություն, որը ունի 100 տարվա պատմություն։ Խոսքը գնում է Հայաստանի կոմունիստական կուսակցության մասին։ Այսինքն Վարդան Ղուկասյանը, այդ նախկին Վարդանիկը վերցրեց եւ այդ կուսակցությունը դարձրեց իր օգտագործման պիտույք։
Կոմունիստական կուսակցության անդամ դառնալը 5000 ռուբլի կաշառք էին տալիս։ Դուք եղել եք կոմունիստական կուսակցության։ Ոչ, չեմ եղել, կաշառք էին տալիս։ Ինչի մասն է խոսքը։ Դե որ ես ինչեր էին, սրբեր էին, դեռ էին սրբեր։ Մի րոպե, սրբեր չէին, բայց այդ կուսակցությունը այնուամենայնիվ ուներ ուրեմն դրվածք եւ ուներ նաեւ արժանինքներ։ Այդ կուսակցության անդամները ուրեմն երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ են տարել։ Այդ կուսակցության անդամները իսկապես առաջի գծում են եղել։ Այդ կուսակցությունը այնուամենայնիվ մի կուսակցություն է, որը գերտերությունում ես նկատի ունեմ բրենդը, ես նկատի ունեմ իր գաղափարախոսությունը, ես նկատի ունեմ իր մի րոպե, մեզանում չկա, մեզանում սպանեցին 27-ից հետո սպանելով գնդակահարելով միասնություն դաշինքը այն ժամանակ այն խորհրդարանի կազմում ուրեմն կոմկուսը երկրորդ ուժն էր սպանելով միասնություն դաշինքի լիդերներին եւ գնդակահարելով միասնություն դաշինքը դրանից հետո կոմկուսը վերացրեցին մինչդեռ կոմկուսը որոշակի դերակատարություն ունի թեկուզ Չինաստանի նման երկրի հետ կոմունիկացիաներ ստեղծելու փոխհարաբերություններ ստեղծելու հարցում այսինքն բոլոր կուսակցությունները շեշտադրումով եք ասում որ Վարդան Ղուկասյանը վերցրեց օգտագործեց կարծես թե այդ կոմունիստական կուսակցությունների բոլորը եսիմ ինչեր էին իսկ Վարդան Ղարաբաղյան կլանը ոչնչացրեց այդ կուսակցությունը շատ հասարակ ձևով ըստ որում այդ կուսակցությունը այն ժամանակ ես Սերգեյ Բադալյանին լավ գիտեմ, մտերիմ ենք, մենք ընկերներ ենք, ես երբեք կոմկուսի անդամ չեմ եղել, եւ ես Սպիտակ Ագրավ էի նաեւ ՀԺԿ-ում, մենք Դեմիրճյանի հետ միասին ենք ստեղծել ՀԺԿ-ն, այնտեղ կար թեվ այդ ռայկոմականների ցեկայականների, որոնք համարում էին, որ ես չպետք է լինեմ իմ դերում, այսինքն երկրորդ դեմ կուսակցության ներսում այդ խնդիրը միշտ կար, իսկ Դեմիրճյանը միշտ ասում էր ոչ, այսինքն իմ դերակատարությունը արժևորում էր, այդպես էր, հասկանալի է, բայց ես չեմ կարող չտեսնել են, որ այդ կուսակցությունը այնուամենայնիվ նոր պայմաններում, չէ, աշխարհում կա, Չինաստանում կա, ինչու պետք է Հայաստանում վերանալ, ցանկացած կուսակցություն որոշակի արժեք է, եթե վերանում է, դա վատ է, եթե ստեղծվում է թույլ, խախուտ հիմքերի վրա, դա նույնպես վատ է, բայց այն ինչ որ ասում եք, այդ ոժդիզմը, որը այսօր ուղղակի ոչնչացնում է կուսակցությունները, ոժդիզմը, այդ ոժդիզմը կա այսօր այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում եւ այդ ոժդիզմի հետևանքը նաեւ այն է, որ փորձառություն ունեցող ուրեմն չէ ինչպես եղավ Ստալինը եկավ եւ Լենինի բոլոր զինակիցներին պարզապես գլխատեց ոչնչացրեց որպեսզի իր կուլտը իր անհատի պաշտամունքը հաստատի հիմա դա ընդհանուր իրավիճակ է մեր օրերում նույնպես դրսևորվում է այսինքն որպեսզի այդ կուսակցությունը ամբողջությամբ ենթարկես սեփական շահին սեփական ընտանիքին նաեւ Չէ, Ստալինը համենայնպես իր ընտանիքի չէր բանալի։ Ճիշտ է, որովհետև այնտեղ կա գաղափարախոսություն։ Ով ինչ ուզում ասի, ես երբեք չեմ համաձայնվի մտքին, որ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոներ է։ Ես երբեք չեմ համաձայնվի։ Իմանում եք։ Այսինքն ինքը չի անում այդ ամեն ինչը իր անձնական ոժդիզմը դա կոռուպցիայի ձևերից մեկն է։ Մի րոպե։ Դա էլ ասեմ։ Ստալինը կոռուպցիոներ էր, պարոն Հովհաննիսյան։ Չէ։ Բա որ չի խեք օրինակ դերում։ Բայց ես ասում եմ, չէ, մի րոպե, Ստալինը ես ասեմ հիմա կենցաղային իմաստով իր գրպանում մի ռուբլի էր երբ որ մահացավ մի քանի ռուբլի էր էդ էլ պահում էր որ տա աղջիկը գնա մարոժնի բայց ոժդիզմը կուլտը անհատի պաշտպան էդ էլ է կոռուպցիա որովհետև կոռուպցիան դա իշխանության չարաշահում է չէ կոռուպցիան դա անասնագողություն չի բան եղջերավորներ վերցնել չի հավ գողանալ չի ինչպես Պանիկովսկին կոռուպցիան դա իշխանության չարաշահում է Պանիկովսկին իշխանության չարաշահում ես խնդրում եմ պատմական բերդերերը մի աղավաղեք Պանիկովսկին հավ չի գողացել սագա գողացել խնդրում եմ մի աղավաղ հիմա ճիշտ է ես ներողություն եմ խնդրում ուրեմն SMS-ով զանգել եւ դեպուտատ փոխել դա կոռուպցիա է իշխանության չարաշահում Չարաշահում ասենք չասեք կոռուպցիան դա այն չի որ մեկը մյուսից
պարտքով փողավորցնում հետ չի տալի կամ մեկը մյուսի գրպանն է մտնում ինչ որ բանա։ Ես գիտեմ կոռուպցիան այն չի որ մեկը մյուսից բամբաներ կայաստանում, չէ՞։ Դա չի կոռուպցիան կամ ինչ որ նվեր է ստանում, թեկուզ թանկարժեք։ Չէ, թանկարժեք արդեն կոռուպցիա։ Ուրեմն հիմա ասեմ, դա կոռուպցիա կարելի է համարել, բայց կոռուպցիայի իմաստը դա իշխանության չարաշահում է։ Առաջի հերթին իշխանության չարաշահում։ Դա սովորական կաշառքն էլ է ասում են կոռուպցիա, բայց կոռուպցիայի մասին խոսում են, երբ որ խոսքը գնում է լայնածավալ իշխանության չարաշահման մասին։ Դե տերմինը համաձայն չարաշահումը։ Սա գողանալը կոռուպցիա չի։ Պարոն, իշխանության չարաշահումը չարաշահմամբ կարող է կոռուպցիա անել, բայց իշխանության չարաշահումը ինքնին կոռուպցիա չի։ Երբ որ պարոն վարչապետը ինձ SMS գրեց, որպես ես հրաժարվեի մանդատից, կոռուպցիա է դա։ Դա կոռուպցիա չի։ Դա իշխանության չարաշահում։ Չարաշահում է, այո, համաձայն եմ, դա հոմանիշներ են։ Չէ։ Իշխանության Հատումներ ունեն, բայց դա նույն բանը հոմանիշներ չեն, հաստատ հոմանիշներ չեն։ Այսինքն հիմա վարչապետը ասավ, որ ես եմ ասել ԲԴԽ-ի նախագահին, որ հրաժարական տատե ինչ կոռուպցիա կա։ Այսինքն կաշառք վերցնելը դա կոռուպցիա է։ Կաշառք վերցնելը, մենակ կոռուպցիան, մենակ կաշառք վերցնելը չի։ Օրինակ եմալ, մենակ կաշառք վերցնելը չի կոռուպցիան։ Կոռուպցիան, բայց կոռուպցիան ավելի լայն իմաստ ունի։ Ու ավելի վատ բան է։ Իհարկե։ Քան կաշառակերություն։ Որովհետև դա կոռուպցիան ավելի վատ բան է, քան կաշառակերություն։ Այնպիսի իշխանության չարաշահումը, որը խարխլում է պետությունների հիմքերը։ Այս սա է կոռուպցիա։ Իսկ պետության հիմքերը խարխլում է այն որ կամայական կերպով մի զանգով падգամավոր ինձնից մանդատ են խլել 12 թվականից բռնի ուժով եւ այլն ինձնից մանդատը ես ընտրվել եմ միասնական շտաբի ղեկավարի մանդատը խլել են ի տարբերություն ձեզնից ես մանդատը հրաժարվեցի մանդատից ինչու պարզ պատճառով որովհետեւ մորս մասին մտածելով որտեղ այդ մարտին այդ մարտիկ Սերժի նման եթե Վարդան Ղուկասյան ասում եթե ինձ Հայկո Ջորյանը ճիշտ էր ասում երբ որ ինձ բանը ելույթ ունեցավ ասա պարոն Աղազարյան ինչ եք ասում հետապնդումը դուք չգիտեք օրինակ Հովհաննիսյանը մանդատից հրաժարվեց որովհետև վախեցավ իր մոր համար որովհետև այն ժամանակ այդ ասելա Ձեդանուն չտվեց, պատկերավոր եմ ասում։ Ճիշտ է։ Զուգարաններում մարդ են սպանում եւ այլն, այսինքն փաստորեն դուք հաստատում եք։ Վարդան Ղուկասյանը այս Գյումրիի քաղաքապետը։ Հայկո Ջորյանը ասած դուք հաստատում եք։ Ինչ որտեղ ես համաձայն եմ բնականաբար, որ հիմա այն վիճակը չի ինչ որ առաջ, բայց այս վիճակը որ հիմա բերված է, ես ունեմ իմ համեստ մասնակցությունը եւ պետք չի իմ վրա վաճառել այն ինչ որ ես ինքս եմ ստեղծել։ Իսկապես ես արժևորում եմ ձեր դիրքորոշումը Հովիկ ջան, որ ուրեմն չգնացիք, պնդեցիք, ես չգիտեմ թե ինչ ավարտ կունենա սա, որովհետև ես նորից եմ ասում, Սերժ Սարգսյանի ավանդույթները ծաղկում եւ ծաղկում են մեր իրականության մեջ, ոչ մի բան ըստ էության չի փոխվել, մեծ հաշվով, ցավոք սրտի, եւ այդ ավանդույթները պահպանվում են Եվ ձեզ վտանգ է սպառնում, իհարկե, որովհետև այս նույն մեր իրավիճակում, նույն Վարդանիկը Գյումրիում ասեց, եթե իրան մի բան պատահի, ես ուրիշ բան էլ ասեմ, Ռոբերտ Քոչարյանն ինչի չսահմանազատվեց 21 թվականի ընտրություններին Սերժ Սարգսյանից, որտեղ վախում էր նրանից, որ Սերժը իրան կվնասի, ինքը գիտի Սերժը ինչ է իրանից ներկայացնում, գիտի Եվ պարզ ասեմ, որ մեր իրականության մեջ նույն բարքերը պահպանվում են եւ նույնիսկ ծաղկում են։ Այսինքն այդ բռնաճնշումները հնարավոր են։ Կոնկրետ իմ դեպքում ես մտածեցի, որ պարզապես իմ մորս կյանքը կկրճատվի։ Ես մտածեցի մանդատից հրաժարվեմ, իրանք հետապնդումը կդադարեցնեն։ Այդպես չեղավ։ Իրանք այդպես չեղավ։ Չդադարեցրեցին եւ ես ստիպված եղա բաձնամակ գրել մի սպանեք մորս Սերժ Սարգսյան եւ այդ բաձնամակը հրապարակվեց բոլոր թերթերում եւ տարել հանձնել եմ Մարդու իրավունքների պաշտպանության օրը ուրեմն ընդունարան եւ այն ժամանակ ես հրաժարվել էի մանդատից ես մտածում էի մանդատից հրաժարվեմ ինձ հնարավորություն կտան զբաղվելու իմ մասնագիտական գործով հետո վրա քշեցի քաղաքագետների միության վրա փորձեց կալանք դրեցին իմ մայրական բնակարանից վրա եւ ի վերջո նաեւ
նաև իրենց հետապնդումներով կրճատեցին իմ օր կյանքը եւ բերեցին սա արեցին, այսինքն դա ինձ չփրկեց, մանդատից հրաժարվելը չփրկեց, դրա համար ես ողջունում եմ ձեր կեցվածքը, ես ողջունում եմ եւ ասում եմ, որ ամեն կերպ պետք է հասարակությունը պաշտպանի Հովիկ Աղազարյանի այս կեցվածքը, որ ինքը հերոսաբար չի հրաժարվում մանդատից, ինչու ոչ, Կոնջոյանը ճիշտ է ասել, երբ որ ակնարկել է իմ փորձի մասին։ Ուղիղ իմաստով չի ասել, ուղղակի, որ այո, ճիշտ է ասել, երբ որ ակնարկել է այդ իրավիճակը, ճիշտ է ասել, նաև փորձելով ձեզ զգուշացնել, որ այսպիսի բան է հնարավոր եւ դա եղել է, այսինքն մանդատից հրաժարվելը։ Բայց այն որ հիմա ինձ չեն սպանում, դա բանա Նիկոլ Փաշինյանի շնորհքը չի, դա նաև ձեր շնորհքն է, Հայկ Կոնջոյանի շնորհքն է, իմ շնորհքն է, ողջ ժողովրդի շնորհքն է, որ 18 թվականին լսվեց փողոցները բոլոր քաղաքների եւ ասեց, որ մենք հին ձևով չենք ուզում ապրենք։ Դա հետեւաբար անես չի որ էլի, բայց ես ինչ բան է։ Հա, մեկ էլ ես էլ հերոս եմ անում, հերոսաբար ես ինչ եմ անում, պայքարում ենք, պայքարի ձևը, մեր պայքարը նպատակ ունի, ինքնանպատակ չի, ես ուզում եմ դրանով, նաև ուզում եմ դրանով բանանը, որ այս ձեռագիրը չպիտի շարունակվի, այդ SMS-ային բաները, դա տգեղ ամենակիչը, ոստ կարող պատահի վարչապետը, բանանը, SMS գրի, այսքան պաշտոնային ասի բանանը, հետո էլ դա կողքնստի, ասի ես շատ գոհ եմ, շնորհակալ եմ ձեր աշխատանքից, բայց գոհ ես քեզ անում։ Օրինակի համար այդ տրանսֆորմացիաները ինչի համար է, պետք չէ ձևի անել։ Եվ պետք չէ դու քո նշանակած կադրերին, դու նշանակում ես, դու էլ մտել հանում ես, մտել հերոսական կեսվածք ես ընդունում։ Միգուցե ժամանակն է որ դու գնաս։ Պարլամենտը միակ ուղիղ մանդատով ընտրված դեպուտատը ուղղակի մանդատ ունեցող միակ կարգավիճակն է։ Այո։ Եվ այսպես նվաստացնել պարլամենտը, այսինքն ասել հրաժարվի, դա նշանակում է պարզապես ոտնձգություն ժողովրդի կամ արտահայտության դեմ, որտեղ ժողովուրդը այդ մարդուն ընտրել է, սահմանադրությունում գործող ամրագրված է, որ падգամավորը կաշկանդված չի հրամայական մանդատով։ Հրամայական մանդատով կաշկանդված չի։ Առավելևս բայց դու եթե падգամավորի վարքագծում քեզ ինչ որ բան չի ուրեմն գոհացնում, դու ուրեմն իրավունք ունես այդ падգամավորին հեռացնես։ Սա սարսափելի երևույթ է։ Առավելևս իմ բոլոր գործընկերները եւ այդ թվում նաեւ ես գտնում ենք որ այն հանգամանքը որ մենք падգամավոր ենք մեծագույն ծանրակշիռ մասը դա Նիկոլ Փաշինյանի շնորհքն է իր անձնական մենք դա ընդունում ենք բոլորս էլ ընդունել ենք ցավալի է որ այդպես չէ բայց դա չպետք է լինի բանն է որ մենք զրո չենք մենք էլ մեզանից ենք արժեք ներկայացնում եւ ինքը պարտավոր է մեր հավաքական արժեքի հետ հաշվի նստի, որովհետև մեր հավաքական արժեքը, ինչպես դուք եք ասում, մանդատը, առաջնային մանդատը, մեր հավաքական արժեքը մոտավորապես հավասարակշռում է վարչապետի, ասենք մենք բոլորս, ճիշտ է, մենք բոլորս, եթե ինքը դժգոհ է ձեր աշխատանքից կամ որևէ մեկի աշխատանքից, ինքը պիտի հրաժարական տա, որովհետև դուք իր ընտրությունն եք։ Այո։ Ինքն է կազմել այդ ցուցակը, չէ՞։ Ուրեմն ինքը պետք է հարգի իր իսկ ընդունված որոշումը եւ նաեւ հարգի կարգավիճակը եւ եթե սխալվել է համարում է որ սխալվել է այդ համարում է որ սխալվել է նա պետք է անպայման հաշվի նստի սահմանադրական դրույթի հետ որ падգամավորը հրամայական մանդատով կաշկանդված չի նա իրավունք չունի հեռացնել աշխատանքից սա ինչ է նշանակում սա նշանակում է որ այս պետությունը ոտնակող արեցին ոտնակող են արել միանշանակ որտեղ մեզանում պարլամենտական կառավարման ձևն է արմատավորված սահմանադրորեն պարլամենտական կառավարման ձևն է վարչապետը ինքն է հաշվետու պարլամենտի առջև ինքն է ընտրվում պարլամենտի կողմից սա սահմանադրորեն ամրագրված է իսկ այն որ ինքն է կազմել միահեծան ցուցակը այդ նշանակում է որ քաղաքացիական պայմանագրում եթե դա այդպես է եղել ինքը վերցրել է կազմել է ցուցակը դուք մի րոպե այնուամենայնիվ այդպես չի եղել ամենայնիվ մինչև հիմա այդպես չի եթե այդպես չի եղել ուրեմն ինքը միահեծան նման կարգի որոշումներ կայացնելու падգամավորին հեռացնելու կամ պարտադրելու որպեսզի ինքը հրաժարական տա հեռանա խորհրդարանից չունի այդ իրավունքը
Չուն ինքը ժողովրդի աչքի առաջ։ Հիմա տեսեք, երբ որ Աղազարյան Հովիկը դառնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի անդամ եւ ինքը 150-րդ համարն է, 150-րդ համարն է։ Եվ ժողովուրդը այդ ցուցակին ձայն է տալիս, նշանակում է Աղազարյան Հովիկը լինելով 150-րդ համարը, նույնիսկ որ պատգամավոր չի դառնա, ինքը իր ներդրումը ունի։ Ինքը կարող ասի, որ եթե ես չլինեի 150-րդ համարը, շատ ճիշտ է։ չէր ընտրվել ցուցակ ախպեր։ Իհարկե, որովհետև 5 ձան էր պակասում, այդ իմ ընկերներն են եղել, այդ իմ համակիներն են եղել, այդ 5 հոգին իմ շնորհիվ են ձայն տվել։ որտեվ կա ողջամտության կարգավար կա։ Մենք պետք է մեր ժողովրդի մասին լավ մտածենք, որ կուրորեն չի գնում ինչ-որ մեկի հետև, այլ նայում է թե այդ ինչ-որ մեկը իր ուսապարկով ում է բերում ազգային ժողով, ում է բերում իր ուսապարկով ազգային ժողով։ Եթե մեր ժողովուրդը չհասկանա այն, որ ինքը պետք է այս հարցում նախանձախնդիր լինի, իսկ որպեսզի հասկանա վարչապետները իրավունք չունեն իրանց նման վարկագիծ ցույց տալու, որ պարտադրեն պատգամավորին հրաժարվել, պետք է հարգեն այդ երկրի սահմանադրությունը։ Այդ մարդիկ այս երկրի սահմանադրությունը չեն հարգում։ Հասկանալի է, որ Ալիևը չի հարգում երկրի սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետություն, բայց դուք ձեր սահմանադրությունը չի չեք հարգում։ Այս մարդը ուրեմն ընտրվել է պատգամավոր, եղել է հայտնի ճանաչված ի տարբերություն մյուսներից, այսինքն ունեցել է քաղաքական կենսագրություն։ Այն մյուսների ներդրումը ուրեմն եթե նույնիսկ եղել է բացահայտ չի, որտեղ նրանք չեն ճանաչել, այս մարդուն ճանաչել են, ինքը դեպուտատ է եղել է ֆրակցիայի ղեկավար, այսինքն իրան ճանաչել են, պետք է որ ճանաչեն, եթե չեն ճանաչել, ուրեմն դա ժողովրդին վերաբերող հարցեր կան, թե ինչու ժողովուրդը նախանձախնդիր չի, բայց մենք պետք է ժողովրդին կրթենք, սովորեցնենք, որ անպայման եղեք նախանձախնդիր այդ հարցում եւ թույլ մի տվեք, որ այդ կուսակցապետերը, այդ ոժդիկները, այդ առաջնորդիկները, ուրեմն որ երկրի համար ոչինչ չեն անել, իրենց պատկերացնեն Ստալին, հասկանում եք, Ստալինի նման, այսինքն ուրեմն մի խոսքով ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս խոսակցության համար, նաև շնորհակալություն հայտնել։ Կներեք մի մոմենտ բորբոքվեցի։ Շատ լավ է, պետք է բանավիճային շատ ճիշտ է կարել։ Ես գտնում եմ, որ անպայման անկեղծ ուրեմն բանավեճը հնարավորություն է տալիս ճշմարտությանը մոտենալ եւ մենք այսօր ճշմարտությանը մոտեցանք, մենք արժևորեցինք ձեր կեցվածքը, որ դուք ցուցաբերեցիք համառություն, չնայած այդ ակնարկներին, որ ձեզ այդ հաշվի հարդար կտեսնեն, դուք խիզախություն ցուցաբերեցիք, իմ պարագան այն ժամանակ ուրիշ էր, իմ ուշք ու միտքը իմ մայրս էր, ես գտնում էի, որ ես պարտավոր եմ իրեն ամեն ինչով պարտական լինելով, ուրեմն պարտավոր եմ ամեն ինչ անել, որ իր վերջի օրերը լինեն բարվոք, եւ դրա համար ես հրաժարվեցի, դուք նաև դասեր եք քաղել իմ օրինակից, որովհետև մանդատից հրաժարվելը ինձ չփրկեց բիրտ հալածանքներից եւ ձեզ էլ չէր փրկելու, դուք ճիշտ ճանապարհի վրա եք, ոչ միայն չէր դասեր եք քաղել, այլ նաև այն այսպես կոչված քրեական գործերը, որ կային իմ վրա, այսպես կոչված կային եւ հիմա ինչ-որ բան են անում, դա կմնար իմ ճակատին դաջված եւ ես հնարավորություն չէի ունենալու իմ հարազատների, իմ ընկերների շրջապատում բան անելու, այսինքն ցույց տալու, որ այդ ամեն ինչը այն չէ, ինչ որ ներկայացնում են։ Այդ դեպքում հնարավորություն ես չէի ունենա։ Սիրելի հեռուստադիտողներ, ցանկանանք պարոն Աղազարյանին նույն համառությամբ շարունակել իր դիրքորոշումը պնդել, իր իրավունքը մնալու ազգային ժողովում եւ շարունակելու արդեն որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը, ուրեմն այդ իրավունքը հաստատել իր գործունեությամբ եւ նաեւ մենք ընդունում ենք այդ հորդորը, կոնկրետ ես, որ պետք է պաշտպանենք ձեր այդ սկզբունքային կեցվածքը։